Մենք գտնվում ենք Երևանի կարելի ասել իմ հիշողության մեջ ամենայն դեպս հնագույն այգում, Կոմայգին։ Այստեղ բարի հրապարակ էր, մի քիչ այն կողմ նույնպես կարելի հրապարակ համերգային եւ առանցին կար մի հատուկ պատրաստված վայր, որտեղ նստում էր փողային նվագախումբ։ Եվ ամեն անգամ այստեղ գալիս ես սպասում էի, թե փողային նվագախումբը ինչ է նվագելու եւ ինչպես է նվագելու։ Նույն ձևի կար նաեւ Կիրովի այգում, այս մանկական այգում, այնտեղ էր, բայց այնտեղ առանձնահատկությունն ինչ էր, նվագում էին երեխաները, դա պիոներ պալատիսաներն էին, որտեղ կար փողային նվագախումբի առանցին վերցրած կազմակերպվածություն եւ շատ երաժիշտներ դուրս են եկել այնտեղից։ Եվ փողային նվագախումբ հասկացությունը ինձ համար այսօրվա դրությամբ կապվում է մի անձնավորության հետ, որը լինելով հրաշալի շեփորահար, իմ հայրիկի հետ միասին նրանք Մոսկվայի կոնսերվատորիան են ավարտել Տաբակովի դասարանը, դա ինչ-որ բան է նշանակում, համամիութենական մրցույթի դափնեկիր էին, ինքը օպերայի նվագախմբի առաջին շեփորն էր, եղել է մեծ թատրոնում որպես շեփորահար առաջին, եւ որպես անձնավորություն եւ կատարող։ Նրա կատարմամբ հնչեց առաջին անգամ Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը։ Իդեպ Ալեքսանդր Հարությունյանն ինձ մի բան պատմեց, որ շատ ինձ համար ազդեցիկ էր։ Նա ասավ, գիտես, ես մտածում էի, որ հայրիկիդ նվիրեմ այդ ստեղծագործությունը, որտեղ առաջին նոտաները ինքը ինձ հուշեց տարարերարարամ, տարարամ։ Բայց իմ հայրիկի մահից հետո նա դադարեց այդ ստեղծագործության վրա աշխատելու, իսկ հետո Հայկազ Մեսյանը նրան համոզեց, որ այդ ստեղծագործությունը հարկավոր է գրել, եւ ինքը նվիրեց Հայկազ Մեսյանին։ Այն անձնավորությանը, որի մասին ես երկու խոսքով, իհարկե երկու խոսքով հնարավոր չի բնութագրել մարդուն, մանավանդ այդպիսի անձնավորության, ինչպիսին Հայկազ Մեսյանն էր։ Փողային նվագախումբ հասկացություն։ Շատ վաղուց, այսինքն այնքան էլ վաղուց չէ, ուղղակի ինձ համար երևի վաղուց, մեծ նվագախումբ եկավ Միչիգանի փողային նվագախումբը, որոնք նվագում էին սիմֆոնիկ ստեղծագործություններ եւ այնպիսի կազմ էր 100 հոգանոց, որ դու լսում էիր այնտեղ լարայիններ։ Իսկ Հայկազ Մեսյանը այդ ժամանակ ուներ նվագախումբ Արմ պրոյեկտ ինստիտուտում, այնտեղ էստրադային խումբ եւ բացի դրանից նաեւ փողային նվագախումբ։ Հետո առաջացավ անհրաժեշտություն իր նախաձեռնությամբ ունենալ հավաքված փողային կատարողների, Երևանը հայտնի է իր շեփորահարներով, հայտնի է իր լեննագանը իր տրոմբոնիստներով, մի խոսքով Հայաստանը ունի շատ լավ փողային երաժշտության կատարողներ եւ ստեղծվեց նվագախումբ բոլոր տոնական հանդեսներին, ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում առանցին համերգներով հանդես գալով, դասական ծրագրով, որ եթե հանդես էին գալիս այնպիսի դեմքեր, ինչպիսին է Գոհար Գասպարյանը, ինչպիսին է Նար Հովհաննիսյանը, Վահանը Միրաքյան, նա որպես երգիչ սկսվեց, կարելի է ասել, Հայկազ Մեսյանի փողային նվագախմբի որպես մեներքիչ դեր կոնսերվատորիայում ուսանելու ժամանակ։ Հետո դարձավ արդեն օպերային հայտնի տենոր։ Մեսյանի նախաձեռնությամբ ստեղծված նվագախումբը մեծ ճանաչում ունեցավ, որովհետև ոչ միայն Երևանում էին նրանք հանդես գալիս, նրանք շրջագայում էին նաև սովետական միությունով։ Հետո Հայկազ Մեսյանը ինքը որպես նախաձեռնող եւ շատ հետեւողական անձնավորություն իր մտահղացումներին իրականացրեց դա։ Եվ այսօր մենք ունենք 60-ամյա հրաշալի փողային նվագախումբ, որին ես ճիշտն ասած վաղուց առանցին համերգներ չեն ունեցել, ես հույսով եմ, որ 60-ամյակը կնշվի եւ անպայման հետաքրքիր ծրագրով։ Շնորհավորում եմ ձեր 60-ամյակը, թանկագին գոլեգաներ, շարունակելի լինի ձեր աշխատանքը եւ գնահատելի։ Ամենայն բարիք ձեզ։